բարձրացնեմ, դուք ինչպես եք գնահատում սա։ Տեսեք, ընդհանրապես այս քննչական իրավապահ մարմինների գործողությունները այս ամբողջ ընթացքում արդեն տարիներ շարունակ իմ խորին համոզմամբ կրում են շատ ավելի շատ քարոզչական բնույթ։ Գործի մանրամասներին իհարկե ծանոթ չեմ, բայց այս իշխանությունների գործելավոճը գիտենք, ավելի շատ այս գործերը ստեղծվում են հենց այդ մամուլի հաղորդագրություն տալու համար, որի վրա հետո տարբեր ԿՊԱ-ականներ, պատգամավորներ, քարոզիչներ սկսում են այս թեման շահարկել ու հետո կարող է մի ամսից, երկու ամսից, մի տարուց այդ գործը փլվի, բայց դրա մասին որպես կանոն հետո ոչ մեկ չի հիշում, մնում է այդ պահի էֆեկտը, որ այսպես ինչ որ աղմուկով նման գործեր բազմաթիվ են իմիջիայլոց, նաև իմ հետ կապված, մեր հետ կապված բազմաթիվ են եղել նման գործերը, այսպես մեծ շուկով սկսում են, հետո այդ գործը կամ նախաքննության փլում է հենց կարճում կամ դատարանում է փլվում, բայց նորից եմ ասում, իրանց այդ էֆեկտն է պետք մարդկանց մոլորեցնելու համար։ Պարոն Քոչարյան, ի վերջո այս ապօրինություններին վերջ տալու համար ինչպիսի ճանապարհներ եք տեսնում։ Նիկոլ Փաշինյանը ազգային ժողովում հայտարարեց, որ եթե օրինակ ընդդիմությունը համաձայն չընտրության արդյունքների հետ կարող է փողոց դուրս գալ, նաև հարցնում են ինչու է հրապարակը դատարկ։ Այդպիսի ճանապարհով հնարավոր համարում եք վերջ տալ այս ապօրինություններին։ Գիտեք, բոլոր ճանապարհներն էլ չի կարելի բացառել, մենք ինքներս երբեք ոչ փողոցն ենք բացառել, ոչ մնացած ճանապարհները այստեղ։ Գիտեք, եթե փողոցի մասին ենք խոսում, փողոցը չպետք է լինի ինքնանպատակ, ուղղակի դուրս գալ, պետք է նախ ով այդ փողոցը կկազմակերպի, ով դուրս կգա, գոնե ինչ որ հավանականություն է պետք, որ դու ինքդ այդ գործողությունների շարունակությունը տեսնես, հաջողության գոնե ինչ որ չափ հնարավորությունը տեսնես, որովհետև հակառակ դեպքում մենք գիտենք ցանկացած նաև փողոցային պայքար, երբ որ արդյունքի չի հասնում, կարծում եմ հիասթափությունը ավելի է խորացնում, այնպես որ մենք երբեք չենք բացառել փողոցային պայքարը, բազում անգամներ եղել ենք փողոցում, պայքարել ենք, դրա արդյունքում մարդիկ թե տուժել են, թե զրկանքներ են կրել, թե մինչև հիմա շարունակում են դա անել, այնպես որ մենք մեր կենսագրությամբ ցույց ենք տվել, որ դրանից չենք խուսափում։ Ուղղակի դա անելու համար, նորից եմ ասում, պետքա միջև վերջ ճանապարհը տեսնել, գոնե որոշակի հավանականություն տեսնել դա անելուց առաջ։ Հիմա էլ կարծում եմ օրակարգում դա կա, այդ հարցը փակ չէ, հետագայում կտեսնենք։ Հնարավորություն կա փողոցային պայքարի։ Հարցը միշտ կա, միշտ բաց է, նորից եմ ասում, այստեղ արդեն մնացած հանգամանքներն որ պետք է հաշվի առնել, մնացած ուժերի հետ համատեղ է պետք է ամեն ինչ անել։ Ես կարծում եմ ցանկացած բան, կլինի ընտրություններ, կլինի փողոցային պայքար, այստեղ մի ուժի հարց չէ։ Մի ուժի գործելու հարց չէ, դրա համար, հա։ Ձերբակալություններով քաղաքական ինչ-որ ճնշումներ իրականացնելու այս գործընթացը կշարունակի, թե ավելի փոքր թափը կկոտրվի։ Կարծում կշարունակի, տեսնում ենք այն լկտիությունը, այն ապօրինությունը, որն արվում է, ամեն օր այսպես կարծում եմ իրանք հատուկ են պահում, որ ամեն օր այսպես մի լուր ունենան։ Ընտրություններից հետո քանի դեպք եղավ Ռուբեն Հակոբյանի դեպքը եղավ, միջև այդ Անդրանիկ Թևանյանը ավելի շտեր, հիմա Չալաբյաններ, ուրիշ էլ ինչ դեպքեր կա, ամեն օր մի նոր ձայնագրություն ալնում, օրինակ այսօր նորից այդ ընտրակաշարք կոչվածի այդ ձայնագրություն դրվեց, որտեղ անկեղծ լսում չեմ հասկանում, այստեղ ինչն է ընտրակաշարքի մասին, էլի։ Նույնիսկ վերջում ձայնագրության մարդը ասում է, ոչ մեկի փող չենք բաժանում, փող չենք տալիս, ցուցակների հետ կապ։ Այսինքն միշտ այսպես ժողովրդին լարվածության մեջ պահելը, ինչ որ բան ցույց տալը, մոլորեցնել, այնպես որ կարծում շարունակվելու է այս ամեն ինչը։ Հայաստան դաշինքի եւ ուժեղ Հայաստան կուսակցությունների միջև քննարկումներ կան, ավելի վաղ ասել էիք, որ լավ լուրերի սպասենք, ինչ որ համագործակցություն, այդ ընտրական կոալիցիայի ձևավորման վերաբերյալ։ Քննարկումներ կան, հիմա բոլորիս ուշադրությունը արդեն 2 օրից կլինի Սահմանադրական դատարանի վրա, քննարկումներ կան, երբ որ լինի հայտարարություն անելու արդեն պատրաստ որևէ բան, կարծում դա կարվի հիմա այս առաջ չընկնեմ։ Միակ Թոքարյանն ու Սամվել Կարապետյանը արդյոք հանդիպել են։ Չեն հանդիպել, բայց այստեղ խնդիր չկա, ինքն էլ է դրա մասին ասել, եթե կարիքը լինելու հանդիպելու կհանդիպեն, եթե պետք լինի հեռախոսով կարող են զրուցել, այստեղ ոչ մի խնդիր չկա։ Միասնական հանրահավաք իրականացնելու վերաբերյալ որ փուլ է հասել քննարկումները կամ մոտավորապես երբ է նախատեսում եւ ինչ հարցեր լուծելու այդ հանրահավաքը։ Եկեք ես հիմա առայժմ չընկնեմ, այս առումով եթե կլինի համատեղ հայտարարություն կլինի։ Պարոն Քոչարյան, դուք Սահմանադրական դատարանից ինչպիսի որոշում եք սպասում։
Տեսեք, անկեղծ ասած, ես ոչ մի լավ որոշում չեմ, ոչ թե լավ որոշում, ոչ մի արդար որոշում չեմ սպասում, արդար այն կլներ, որ ֆիքսեին այն ահռելի խախտումները, որոնք թույլ է տվել քաղաքացիական պայմանագիրը։ Դրանք բազմաթիվ են ու հիմնականը վերաբերում է ավելի շատ քարոզարշավի փուլին, այնտեղ տարբեր հիմքերով ներկայացվել է, բայց մեծ մասը նաև իրենց արած ծախսերի հետ կապված է, որը մենք համոզմունք ունենք, որ շատ ավելի քիչ է գրվել, քան իրականում իրենք ծախսել են, դա բոլորիս աչքի առաջ էր։ Մյուս մի հատ կարևոր կտոր կա, որը վերաբերում է մատյանում փաստացի արկա ստորագրություններին, որոնց տարբերությունը մոտ 30,000, այսինքն 30,000 ստորագրություն մատյաններում ավելի պակաս է, քան իրենք ասել են, որ մարդ մասնակցել է, հիմնականը սա է եւ մյուս այսպես այդ նույն այն ինչ խոսակցության սկզբում ասացի, երբ որ իրավապահ մարմինների հայտարարությունները օգտագործվում է ոչ թե հանցագործություն կանխելու կամ բացահայտելու համար, այլ ուղիղ քարոզչական նպատակներով, այնուհետև դա դառնում է այսպես քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչների հակառակորդների վրա ազդելու, ճնշելու, քարոզչական դաշտում մարդկանց մոլորեցնելու նյութ։ Կարծում եմ այս հիմնականն է։ Փողոցը գեներացնելու մասով եւս մեկ հարցը, ինչ եք կարծում, եթե բայց սա մասով մի բան էլ ավելացնեմ, կներեք շատ։ Այստեղ նաև հետաքրքիր է, որ փաստորեն երկու սահմանադրական դատարանի դատավորի չեն թողել մասնակցել քննությանը, գործի քննություններին, բայց չգիտես ինչի մեկ այլ դատավոր, օրինակ Սեդա Սաֆարյան թույլատրվել է մասնակցել այն դեպքում, երբ որ Սեդա Սաֆարյանը 21 թվականին եղել է Բաբաջանյան Շիրինյան դաշինքի 3-րդ համարը, եթե չեմ սխալվում, ու հիմա բողոքներից մեկն էլ հենց Բաբաջանյանն է բերել սահմանադրական դատարան։ Սա իսկապես բացարձակ աբսուրդ է, երբ որ այսքան ինչ սկզբունքով են։ Դրա վերաբերյալ պարոն Քոչարյան։ Ինչ եմ ասում, չեմ ասել։ Գործընկերոս թող հարցը տա, ինչեւ ես դեպքան հասկանամ։ փողոցը գեներացնելու մասով ինչ եք կարծում, եթե ընդդիմությանը հաջողվի միասնական ճակատով այսպես հանրահավաքներ կազմակերպել, փողոցային պայքար եւ այլն, քաղաքացիները հիասթափված չեն, որպեսզի եւս մեկ անգամ փողոց դուրս գան։ Տեսեք, շատ կարևոր է այդ միասնական օրակարգը որն ալնելու քայլերի հաջորդականություն, այստեղ շատ եթեներ կան, էլի, դրա համար հիմա չեմ ուզում առաջ ընկնել։ Այո, կարող է այնպես լինի, որ ձեր ասածը լինի, կարող է այնպես լինի, որ այդպես չլինի, այսպես շատ հարցեր կան, դրա համար եմ ասում, սա փողոց դուրս գալը երբեք չպետք է լինի էմոցիոնալ, զուտ էմոցիաներով, այսպես այ հաջորդ օրը դուրս եկանք ու չէ, պետք է լինի սրատակհաշվար, պետք է լինի իսկապես նաև մենք մեր նախկին սխալների հետ կապված պետք է ճիշտ հետևություններ անենք ու նորից չմտնենք մի բանի մեջ, որի վերջը գոնե մի մեծ մաս հստակությամբ չենք տեսնում։ Քվեարկության արդյունքներն են, պարոն Քոչարյան, եղել հիմքը, որ Սեդա Սաֆարյանը մյուս երկուսի դեպքում ավելի շատ է եղել, Սեդա Սաֆարյանի մասով դատավորներից շատերը գտել են, որ նա կարող է մասնակցել քննությանը։ Սա այդ կարելի է ենթադրել, որ դատավորները նաև կայացնեն այնպիսի որոշում, որ իրենց դուր կգա։ Ես անկեղծ սահմանադրական դատարանից այս կազմով ոչ մի արդար որոշման ակնկալիք իսկապես չունեմ, բայց դա չի նշանակում, որ մենք չպիտի փորձենք, դա չի նշանակում, որ մենք այդ ացանը պետքա բաց թողնենք, որովհետև ես գիտեմ, որ նաև կա այն քննադատությունը, ինչ են ընդհանրապես ընդդիմադիր ուժերը դիմում սահմանադրական դատարան։ Հիմա տեսեք, քիչ առաջ ես դուրս եկա այստեղից իմ դատներ, իմ հետ կապված մի հատ աբսուրդ դատ, իբր ես ոստիկանի եմ խփել, երբ որ իրականում հակառակն է եղել, բայց 2 տարի այս դատավորությունը շարունակվում է։ Հիմա ինչ նույն ձև ասենք, ինչի է մեզ գալիս այս դատին, մեծ հաշվով շատ ակնկալիք չկա, Ֆարֆարյան Կարենն է դատավորը, բոլորին պարզ ու հայտնի է ելքն էլ ինչ պետք է լինի հավանական, բայց ամեն դեպքում այս իրավական պրոցեսն է, որը պետք է պահես, նույն հետո բողոքարկես, այս ընթացակարգերը պետք է պահենք, նույնը սահմանադրական դատարանն է, հետո այս նաև այն եզակի դեպքերից է սահմանադրական դատարանի մասով, երբ որ բանավոր է լինում ու միգուցե նաև մեր հանրության, մեր ժողովրդի մի մաս այդ բանավոր քննարկումները տեսնելով ինչ որ բան հասկանա, որը մինչ այս չէր հասկացել, նաև ավելի շատ կարծում եմ մեր լսարանը, մեր ժողովուրդն է, ոչ թե կոնկրետ այդ նստած մարդիկ իրենց պատմուճաններով։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։